2025 թվականի մարտի 15-ի երեկոյան մի մայր պատահաբար բախվեց սարսափելի բացահայտման, որը ջրի երես հանեց մի մութ գաղտնիք։ Կարգավորելով որդու նոր հեռախոսը, նա տեսավ, որ նրա հեռախոսում սինխրոնացվել են հին սարքի հաղորդագրությունները։ Այդ հաղորդագրություններում սիրո խոստովանություններ էին և ինտիմ հանդիպումների նկարագրություններ, որոնցից պարզ դարձավ, որ նրա որդին գրեթե 2 տարի հարաբերությունների մեջ է եղել իր ֆիզկուլտուրայի 30-ամյա ուսուցչուհու հետ։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում, պաշտում եմ քեզ հետ սիրով զբաղվելը։ Այս տիպի արտահայտությունները ոչ մի կասկած չէին թողնում։ Հաջորդ օրը, մարտի 16-ին, ուսուցչուհուն ձերբակալեցին, իսկ գործը վերածվեց 55 ծանր մեղադրանքների։ 2025 թվականի մարտի 16-ին Սպա Գուզմանը և նրա գործընկերը իրականացրեցին Հյուզ փողոցում կնոջը բերման ենթարկելու պլանը։ Էй, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ։ Ես Սպա Գուզմանն եմ, Downers Grove-ի ոստիկանական բաժանմունքից։ Կարող եք ներկայացնել ձեր վարորդական իրավունքը։ Այո, Հիմա ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Տեսնում եմ մի փոքր շփոթված եք։ Դուք Քրիստինա Ֆորմալան եք։ այո, ես եմ։ Քրիստինա, դուրս եկեք մեքենայից, խնդրում եմ։ Հիմա ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ինչ է եղել։ Վերցրեք այն ամենն, ինչ ձեզ պետք է՝ հեռախոս, պայուսակ կամ այլ իրեր։ Դուրս եկեք, ես ամեն ինչ կբացատրեմ։ Իսկ հիմա ուղղակի հետևեք հրահանգներին։ Ինչ որ տեղ են գնում։ Այո։ Ես ոչինչ չեմ հասկանում։ Ամուսինս կարող է ինձ հետ գալ։ Նա կարող է գալ ձեզ հետ։ Մեքենան անջատեմ։ Այո, արեք դա։ Մենք հետաքննություն ենք անցկացնում, եւ դուք պետք է մեզ հետ գաք ոստիկանական բաժանմունք։ Այնտեղ մենք ձեզ ամեն ինչ կբացատրենք։ Ես անձամբ չեմ զբաղվում այս հետաքննությամբ, բոլոր մանրամասները չգիտեմ, բայց պարտավոր եմ ձեզ այնտեղ հասցնել։ Սպաները հետևում էին, թե ինչպես է Քրիստինայի շփոթմունքը վերածվում բացահայտ անհանգստության։ Ամուսնու մասին նրա հարցերը և դեմքի լարվածությունը հստակ ցույց տվեցին նրանց, որ նա չնչին պատկերացում անգամ չուներ, թե ինչ է իրեն սպասվում։ Ոստիկանության տեսանկյունից սա հավանաբար ամենախոսուն պահն էր, երբ կասկածյալն առաջին անգամ գիտակցում է, որ իրական փորձանքի մեջ է։ Ես ստիպված եմ ձեզ ձեռնաշղթաներ հագցնել եւ տանել բաժին։ Ձեռնաշղթաներ։ Այո, ցավում եմ, բայց դա այդպես է։ Բայց ես ինքս պատրաստ եմ գալ ձեզ հետ առանց թղթի։ Հասկանում եմ, բայց ըստ օրենքի կարգն այդպես Կարող է։ եմ հարցնել ինչումն է բանը։ Իհարկե, բայց ինչպես ասացի, սա իմ հետաքննությունը չէ։ Շրջվեք մեջքով դեպի ինձ, խնդրում եմ։ Մենք կտեղեկացնենք ձեր ամուսնուն։ Նա կարող է գալ այնտեղ եւ սպասել ձեզ, եթե ցանկանա։ Ես վախենում եմ։ Ամեն ինչ լավ կլինի։ Մենք պարզապես պետք է խոսենք ձեզ հետ։ Մենք հիմա ուղղակի տանում ենք ձեզ բաժին եւ վերջ։ Ձեր գրպաններում ուրիշ ոչինչ չկա։ Միայն հեռախոսը։ Միայն հեռախոսը։ Լավ, նստեք այս մեքենայի հետևի մասում։ Հենց հասնենք բաժին, դուք կխոսեք դետեկտիվի հետ եւ նա ձեզ ամեն ինչ կբացատրի։ Իսկ գոնե ակնարկով չեք կարող ասել ինչումն է բանը։ Առայժմ միայն այն, որ հետաքննություն է գնում։ Ավելին ոչինչ չեմ կարող ասել։ Կներեք, իսկ ամուսինս մեզ հետ կգա։ Այո, մենք գրանցել ենք նրա հեռախոսահամարը։ Մենք նրա հետ կապի մեջ կլինենք։ Մենք կգնանք բաժին, դա ընդամենը 10 րոպեի ճանապարհ է։ Գիտեմ, բայց ես շատ եմ ուզում, որ ամուսինս կողքիս լինի։ Իհարկե։ Ես խնդիրներ կունենամ։ Ես ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում։ Վստահ եմ, որ այդպես էլ կա։ Ինչպես ասացի, ես դեռ չեմ կարող պատասխանել ձեր հարցերին։ Դուք բերման եք ենթարկվել հետաքննության համար։ Մենք ձեզ տանում ենք բաժին, իսկ այնտեղ ձեզ ամեն ինչ կպատմեն։ Ձեզ հաստատ անձեռոցիկ կամ ինչ-որ այլ բան պետք չէ։ Ինձ թվում է ես հիմա կփսխեմ։ Ձեզ տոպրակ հարկավոր է։ Շոն, կարող ես մի տոպրակ բերել, եթե նա հանկարծ ուզենա փսխել։ Ոչ, ամեն ինչ նորմալ է։ Աստված իմ, ինչ է կատարվում։ What the
Քրիստինա Ֆորմելան ծնվել է 1994 թվականի դեկտեմբերի 29-ին։ Մանկուց երազել է օգնել մարդկանց, ավարտել է Չիկագոյի Կոնկորդիա համալսարանը։ Ստացել է մանկավարժական կրթություն։ Այնտեղ էլ աղջիկը ծանոթացել է իր ապագա ամուսնու, համալսարանի բեյսբոլի թիմի խաղացողի հետ։ Նրանք ամուսնացել են 2024 թվականի օգոստոսին, Քրիստինայի սկանդալային մեղադրանքից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ուսուցչի լիցենզիան Ֆորմելան ստացել է 2017 թվականին, իսկ 2020 թվականից աշխատում էր Downers Grove South ավագ դպրոցում, որպես հատուկ կարիքավոր երեխաների ուսուցչուհի։ Նրա աշխատանքը կայանում էր նրանում, որ ծերտորեն շփվեր այն աշակերտների հետ, ովքեր լրացուցիչ ակադեմիական աջակցության կարիք ունեին, եւ այս պաշտոնը պահանջում էր առանձնահատուկ վստահություն, կարեկցանք եւ պրոֆեսիոնալիզմ։ 2021 թվականին նա ընդլայնեց իր գործունեությունը դպրոցական կյանքում, դառնալով ֆուտբոլի մարզիչ։ Դա նրան հնարավորություն տվեց շփվել աշակերտների հետ, ոչ միայն դասերի ժամանակ, այլև արտադասարանական ժամերին։ Սակայն այս պրոֆեսիոնալ դիմակի տակ, ըստ հետաքննության վարկածի, Ֆորմելան իրեն պահել է այնպես, որ ամբողջությամբ խաթարել է այն վստահությունը, որը նրան ընձեռել էր դպրոցը, աշակերտները եւ նրանց ընտանիքները։ Քրիստինա Ֆորմելայի զոհը դարձավ մի դեռահաս, ում մենք անվանում ենք Քոնոր, որպեսզի չհանրայնացնենք տղայի իրական անունը։ 2023 թվականի հունվարին նա սովորում էր Downers Grove South ավագ դպրոցում եւ առաջին անգամ հայտնվեց Ֆորմելայի ազդեցության տակ։ Լինելով հատուկ կրթության աշակերտ, Քոնորը նրանից լրացուցիչ պարապմունքներ էր ստանում, իսկ նա նաեւ նրա ֆուտբոլի մարզիչն էր։ Հիշեցնենք, որ այս դպրոցում սովորում էին հատուկ խնդիրներ ունեցող երեխաները։ Կրկնակի դերը թույլ էր տալիս նրան հաճախ տեսնվել տղայի հետ եւ հարաբերություններ կառուցել խորհրդատվության եւ աջակցության քողի տակ։ Քոնորը սովորական դեռահաս էր, ով անչափ սիրում էր ֆուտբոլը։ Նրա մասնակցությունը դպրոցական թիմին եւ լրացուցիչ դասերի անհրաժեշտությունը Ֆորմելայի հետ հանդիպումները դարձնում էին կանոնավոր։ Այն բանից հետո, երբ Քոնորը կոտրեց անրակը, նրան լրացուցիչ պարապմունքներ պետք եղան, ինչը արդյունքում նրան ավելի մոտեցրեց Ֆորմելայի հետ։ 2023 թվականի հունվարին Ֆորմելան ինքը կապ հաստատեց նրա հետ դպրոցական պաշտոնական հարթակի միջոցով, մի գործիքի, որը ստեղծված էր բացառապես ուսուցչի եւ աշակերտի պրոֆեսիոնալ կապի համար։ Սկզբում ամեն ինչ անմեղ էր թվում, օգնություն դասերի հարցում, խոսակցություններ ֆուտբոլի մասին, բայց շուտով նա անցավ սահմանը։ Քոնորի հետ փոխանակվեց անձնական համարներով եւ նամակագրությունը տեղափոխվեց անձնական չաթ։ Դրանից հետո նրանց հաղորդագրությունների տոնը կտրուկ փոխվեց։ Հայտնվեցին ֆլիրտեր եւ ակնարկներ ավելիի մասին։ Մշտական կապը պահպանելու համար նա տղային ներգրավեց օնլայն խաղերի մեջ, ինչը թվում էր անմեղ զվարճանք է, բայց հենց դա էր նրանց կապի մեջ պահում շուրջօրյա, թույլ տալով միշտ լինել միասին, նույնիսկ երբ նրանք դպրոցում չէին։ Միևնույն ժամանակ կինը նաև խորհուրդ տվեց Քոնորին անջատել հեռախոսի գեոլոկացիան, որպեսզի ծնողները եւ այլ մարդիկ չկարողանան հետևել նրան։ Սա խոսում էր միայն մի բանի մասին. Ֆորմելան հասկանում էր իրենց հաղորդագրությունները թաքցնելու անհրաժեշտությունը։ Մինչև 2023 թվականի դեկտեմբերը նրանց հարաբերությունները վերածվեցին ֆիզիկական մտերմության։ Առաջին ենթադրյալ միջադեպը ըստ գործի նյութերի տեղի է ունեցել հենց դասարանում, լրացուցիչ պարապմունքի ժամանակ։ Ֆորմելան ըստ դատական փաստաթղթերի փակել է դասարանի դուռը եւ կողպել այն բանալիով, ստեղծելով անձնական միջավայր, որտեղ նրանք կարող են առանձնանալ։ Նմանատիպ հանդիպումներ 2 տարվա ընթացքում եղել են գրեթե 50 անգամ, դրանցից 45-ը հենց դպրոցում։ Նրանց նամակագրությունը բնութագրվում էր ուժեղ հուզական մանիպուլյացիայով, ինչի մասին վկայում են նրանց նամակագրությունը։ Հաղորդագրություններից մեկում ըստ դատական փաստաթղթերի կինը գրել էր. «Պաշտում եմ քեզ հետ սիրով զբաղվելը»։ Մեկ այլ հաղորդագրության մեջ ասում էր. «Ես քեզ այնքան շատ եմ սիրում, փոքրիկս»։ Նույնիսկ եթե այսօր առավոտյան սիրով զբաղվելը կարճ տևեց։ Սակայն այն կատարյալ էր։
Ֆորմելայի վերահսկողությունը դուրս էր գալիս դպրոցի պատերից։ Ամուսնու հետ Իտալիայում արձակուրդում լինելով, նա շարունակում էր նամակագրություն վարել Քոնորի հետ, քննարկելով իր անձնական կյանքը, դժգոհում էր ամուսնու դավաճանությունից և երազում միլիոնավոր դոլարների հնարավոր ժառանգության մասին։ Ֆորմելայի այլասերված վարքի ամենախոսուն վկայությունը նրա հեռախոսի նմուշներն էին, որոնք քննիչները անվանեցին «հուշագրություններ»։ Մի գրառման մեջ նա Քոնորին մեղադրում էր դավաճանության մեջ։ Հետո ոստիկանությանը բացատրեց, որ նա նկատի է ունեցել հուզական դավաճանությունը։ Մեկ այլ նշման մեջ ասում էր. «Մենք երբեք այլևս միասին չենք լինի։ Ես պահեստային տարբերակ չեմ։ Ես լավագույնն եմ, ինչ դու երբևէ ունեցել ես, նույնիսկ իմ բոլոր սխալներով»։ Նմուշների հաջորդ բաժնում, որը նա կոչել էր «մանիֆեստացիաներ», լի էր հույսերով, որ Քոնորը կգրի իրեն և կփորձի ամեն ինչ ուղղել, ինչը մատնանշում է հարաբերությունները շարունակելու նրա ցանկությունը, չնայած ցանկացած կոնֆլիկտի։ Այս գրառումները վկայում են բարդ հոգեկան վիճակի մասին, երբ Ֆորմելան Քոնորի հետ իր հարաբերությունները չափազանց նշանակալի էր համարում։ Ամեն ինչ կարող էր այդպես էլ գաղտնի մնալ, եթե չլիներ 2025 թվականի մարտի 15-ի շրջադարձային պահը։ Քոնորի մայրը կարգավորում էր նրա նոր հեռախոսը, այն բանից հետո, երբ հինը փչացել էր։ Եվ երբ հին հեռախոսի հետ սինխրոնիզացումը ավարտվեց, նոր հեռախոսը նրան ցույց տվեց իր որդու և ուսուցչուհու միջև ողջ նամակագրությունը։ Սարսափած, նա անմիջապես զանգահարեց ոստիկանական բաժանմունք։ Ընտանիքի հայտարարությունը հիմք հանդիսացավ արագ հետաքննության համար, որի ընթացքում ոստիկանությունը պարզեց ենթադրյալ բռնության բոլոր մանրամասները։ Ինքը Քոնորը սկզբում խոստովանեց ուսուցչուհու հետ ինտիմ հարաբերությունների միայն մեկ դեպքի մասին, հավանաբար վախի և ամոթի կամ շփոթմունքի պատճառով, ինչը հաճախ սովորական երևույթ է զոհերի համար։ Բայց հետաքննության ընթացքում նա պատմեց բռնության ցնցող մասշտաբների մասին, նկարագրելով մոտ 50 դեպք 2 տարվա ընթացքում։ 2025 թվականի մարտի 16-ին Ֆորմելան ձերբակալվեց հենց իր տանը։ Մեքենայի մեջ կնոջ հետ նրա ամուսինն էր։ Հաջորդ օրը նա կանգնեց շրջանային դատարանի առջև, որտեղ նրան առաջադրեցին 3 նախնական մեղադրանք։ Քրիստինա Ֆորմելային պաշտոնապես մեղադրանքներ առաջադրվեցին։ Մեկը առաջին աստիճանի քրեական հարձակման համար և 2 առաջին և երկրորդ աստիճանի ծանրացող հանգամանքներով սեռական բռնության համար։ Այս մեղադրանքները ենթադրում են հնարավոր պատիժ ազատազրկման տեսքով 13-ից 15 տարի ժամկետով, ինչպես նաև պարտադիր գրանցում որպես հանցագործ մեղադրական դատավճռի դեպքում։ Չնայած նահանգի միջնորդությանը, դատավորը հրաժարվեց կնոջը կալանքի տակ վերցնել մինչև դատավճռի կայացումը։ Նրան բաց թողեցին գրավի դիմաց, հաշվի առնելով ոտքին էլեկտրոնային թևնոց կրելը, ցանկացած սեռի անչափահաս երեխաներին մոտենալու արգելքը, անձնագիրը ոստիկանությանը հանձնելը, նրա սոցցանցերի նկատմամբ վերահսկողության հաստատումը և այն դպրոց այցելելու արգելքը, որտեղ նա աշխատում էր։ Հանցագործության հետաքննությանը զուգահեռ դրա մասշտաբները դառնում էին ավելի պարզ։ Մայիսի 20-ին կնոջը ներկայացվեցին ևս մի քանի մեղադրանքներ, որոնց ընդհանուր թիվը կազմեց 55 ծանր մեղադրանք, ներառյալ 2 տարվա ընթացքում գրեթե 50 հանդիպումները, որոնցից 45-ը եղել են հենց դպրոցում։ Հունիսի 17-ին մեղադրյալին ներկայացրեցին բոլոր մեղադրանքները, բայց արդյունքում նա ընդունեց իր մեղքը։ Նահանգի իշխանությունները պահանջեցին նրա ձերբակալությունը, վկայակոչելով մեղադրանքի ծանրությունը և այն վտանգը, որ նա ներկայացնում էր հասարակության համար։ Բայց դատավորը նրան թողեց ազատության մեջ, նախկին պայմաններով։ Բոլոր կետերով մեղավոր ճանաչվելու դեպքում Ֆորմելային սպառնում էր նվազագույնը 60 տարվա բանտարկություն։ Նախկին ուսուցչուհին պնդում էր, որ Քոնորը մոլուցքով տարված ստալկեր էր, ով հետապնդել է իրեն, որովհետև ինքը գեղեցիկ է և որ ինքը չափազանց շատ է հոգ տարել նրա մասին։
Նա պնդում էր, որ Քոնորը հասանելիություն է ստացել իր հեռախոսին, իրեն ուղարկել է վարկաբեկող հաղորդագրություններ, իսկ հետո ջնջել դրանք իր սարքից, որպեսզի շանտաժի ենթարկի իրեն։ Կինը նաև պնդում էր, որ իր հեռախոսի նմուշները, որոնցում խոսքը իբր ամուսնու մասին էր, այլ ոչ թե դեռահաս Քոնորի։ Հեռախոսում նմուշներ կատարելը ծառայել են որպես հույզերը արտահայտելու միջոց, այլ ոչ թե Քոնորի հետ իր հաղորդագրությունների առկայության ապացույց։ Սակայն այս պնդումները հերքվեցին մի քանի փաստերով։ Նմուշների հաղորդագրությունների բովանդակությունը հստակ մատնանշում է Քոնորին, այլ ոչ թե նրա ամուսնուն։ Օրինակ, նրա հուշագրություններում կային հետևյալ խոսքերը. «Նա ինձ դավաճանեց», որոնք նա հետագայում բացատրեց որպես հուզական դավաճանություն Քոնորի կողմից։ Բացի այդ, նրա ամուսինը Մայքլը հերքեց նրա պատմությունը, հակասություն մտցնելով նրա վարկածի մեջ, հայտարարելով, որ ինքը չգիտեր Քոնորի մասին։ Բացի նրանից, որ նա ֆուտբոլիստ է եղել և չի կասկածել նրանց միջև որևէ նամակագրության մասին։ Ոտնձգությունները մեծ ազդեցություն են թողել Քոնորի վրա։ Լինելով ժամանակին հիանալի ֆուտբոլիստ, տղան թողել է մանկուց սիրած սպորտաձևը։ Մի որոշում, որը հավանաբար առաջացել է հուզական տրավմայի հետևանքով։ Գործի հրապարակային լուսաբանումը լրացուցիչ տառապանքներ պատճառեց տղայի ընտանիքին։ Չնայած Քոնորի ինքնությունը չի հրապարակվում, հասարակության ուշադրությունը նրան և նրա ծնողներին ամոթ և սևեռուն հայացքներ բերեց։ 2026 թվականի փետրվարի 15-ի նիստը վճռորոշ դարձավ Քրիստինա Ֆորմելայի համար։ Չնայած նրա նախկին պնդումներին, թե ինքը զոհ է, իսկ աշակերտը հետապնդող, դատախազությունը ներկայացրեց անհերքելի ապացույցներ, որոնք վերջնականապես կոտրեցին նրա պաշտպանական թեզը։ Հեռախոսային տվյալների խորը վերլուծությունը հաստատեց, որ հաղորդագրությունները չեն կեղծվել և ուղարկվել են հենց նրա սարքից, տարբեր վայրերից, այդ թվում դպրոցի տարածքից։ Տեսնելով ապացույցների ծավալը և խուսափելու հնարավորության բացակայությունը, Ֆորմելան վերջնականապես ընդունեց իր մեղքը, ներկայացված հիմնական հոդվածներով, հուսալով մեղմացնել պատիժը։ Դատարանը հաշվի առավ հանցագործության տևողությունը՝ մոտ 2 տարի, դեպքերի քանակը շուրջ 50 անգամ, և այն փաստը, որ նա չարաշահել է իր վստահված դիրքը որպես հատուկ կարիքներով երեխաների ուսուցչուհի։ Առաջինը՝ նա դատապարտվեց 26 տարի ազատազրկման։ Երկրորդը՝ նա ընդմիշտ գրանցվեց սեռական հանցագործների ցուցակում։ Եվ երրորդը՝ նրան ցմահ արգելվեց որևէ կապ ունենալ կրթական համակարգի հետ կամ աշխատել անչափահասների հետ։ Այս գործը դարձավ ԱՄՆ-ի կրթական համակարգի ամենաաղմկոտ սկանդալներից մեկը, հիշեցնելով դպրոցներում թվային վերահսկողության և աշակերտների անվտանգության կարգավորման մասին։ Մեկնաբանություններում գրեք, թե ինչ եք կարծում այս պատմության վերաբերյալ։ Իսկ մենք դեռ կհանդիպենք։